80 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ ես տանն էի գտնվում։ Եվ հետաքրքիր էր, որ աղջկաց դպրոց էինք ուղարկում 8 տարեկան էր։ Ես ու տղաս տանն էինք, արձակուրդ էի։ Այդ ժամանակ ես միլիցիայի մայոր էի 80 թվականի դեկտեմբերին։ Եվ 10 օր առաջ էր եղբայրս եկել էր մեր տուն Սամվելը, խոսել էր, կնոջս սրտին էր կվել էր Աստծո խոսքը։ Ինքը աշխատանք էր եւ ժամը 12-ին պետք է գար, որ տղայից երաշտական դպրոց տաներ, երբ հանգարտ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Ցնցվեցի, թե ինչ բան էր։ Վեր կաց գնային գործը, որ պետք է 3 աներ, հենց հիմա արա։ Մտածեցի, ինչ բան էր։ Ելա հնազանդորեն հագնվեցի շուրերս։ Գնացի Ախուրյան, շրջենտրոն։ Այնտեղ ես տեսա արդեն երկրաշարժը ոնց սկսվեց եւ այլն եւ այլն։ Հետո եկա Գյումրի, 3 կիլոմետր է հեռու, եկա Գյումրի, ասի գնամ առաջ աղջկաս գտնեմ։ Դե դպրոցական էր ինքը, սա արդեն քաղաքը քարուքանդ էր եղել։ Եվ ես գնացի նայում եմ աղջիկս, դպրոցը դադար 2 հարգանի շենք է 5 Գյումրվա։ Լրիվ ծառապատ տարածքն է, անդարապատի պես անեմ գալիս, ոչ ոք չկա, գնացի։ Տեսա մի հատ ծառի տակ խեջ ու կարա աղջիկս կանգնած էր փոքր։ Գրգեցի, սիրեցի։ Հետո գնացինք մեր թաղամասը, որտեղ 43 շենքեր կային։ Ես նկարներն ունեմ, շենքը բազմահարկ շենք էր, նորակար, ընդամենը 2 տարի ենք մենք այդտեղ ապրում, գնացինք շենքը չկա։ Հավերբի հողերին է հավասարվել, բայց ես գիտեմ, որ կինս ու տղաս բլադակների տակ են մնացել։ Ես արդեն լրիվ հուսահատության մեջ ընկա։ Մտածեցի, որ ընտանիքս խորտակվեց, այլևս ինչ կյանքը չկա, աղջկասը վերցնեմ, թողնեմ Հայաստանից կգնամ։ Երկրորդ օրը եղբայրս եկավ Սամվելը, աղոթք էին արել, մոտեցավ ինձ, եղբայր ջան, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, դա քո գործն է։ Ես աղոթք եմ արել։ Տերը ինձ ասել է, որ դու քո կնոջը եւ տղային կենտանի ես գտնելու։ Դե ասի եղբայրս երևի մխիթարում է։ Անցավ 7 օր, դեկտեմբերի 13, նրանք փլատակների տակ։ Փլատակները քանդելով տարել էին։ 4-րդ հարկի փլատակներից արդեն ձայներ էին լսվել։ Հրատանից տղաներ կային, որոնք ասեն այստեղ մի կին կա, իր ամանչի է, կնոջ անունը Սուսան է, տղայի անունը Կարեն է, օգնություն են խնդրում։ Եկան, այդտեղ քանդեցին, մի 10-20 րոպեով երկուսին կենտանի հանեցին։ Ողջ եւ առողջ։ Եղբայրս նորից մոտեցավ ինձ, Սամվելը, ասեց հիմա հասկացա՞ր ինչ կատարվեց քո կյանքում, ով արեց դա։ Նա արեց։ Դե հիմա կնամ մտածի։ Աշնանաբար ես սկսեցի փոխվել։ Որովհետև դա ճշմարտություն էր, դա Աստծո կամքն էր, Աստված արեց, նախ եւ առաջ ինձ հանեց, եւ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Եթե ես դուրս չգայի, ընդունենք չլսեի, դուրս չգայի, ասում եմ, ինչ ձայն է։ Ես կմնայի փլատակների տակ, կմեռնեի, աղջիկս անհետ կկորեր։ Ես չեմ ասում կնոջս ու տղայիս մասին։ Կինս աղոթք էր անում փլատակների տակ։